Ողջույն բոլորին, ինչպես հասկացաք այս փաթեթից, անում ենք unboxing։ Նախորդ վիդեոյում ասել էի, որ ունեմ եւս մեկ փաթեթ, որը որ անպայման պիտի ձեզ հետ կիսվեմ։ Էնպես որ գնացինք։ Ով է սիրում էս բացելու պահը։ Մի հատ ասեք տեսնեմ։ Ես որ շատ եմ սիրում։ Դե ինչ ունենք այստեղ։ Զուգագուլպա տաք ձմեռային ամելիս համար այսպիսի բաց գույնի մեջ, կարծում եմ գույները էլ կարիք չկա ասելու, դուք արդեն ինձ լավ եք ճանաչում, այո, սիրունիկ զուգագուլպա, ինձ համար զուգագուլպաներ, սև և մարմնագույն, իհարկե ավելի մուգ երանգի մեջ, այսպես ավելի շագանակագույնի մեջ, սա այն էֆեկտն է, որը որ տպավորություն է ստեղծում, կարծես այն բարակ դեյերից ես հագել, բայց հաստ զուգագուլպաներ են, չափը չգիտեմ կլինի թե ոչ, բայց ամեն դեպքում եթե լավը լինի, հետագա վլոգների ժամանակ անպայման կասեմ, եթե ոչ, այսպիսի ականջողեր եմ գնել, կարծես մարգարիտ լինի, ոսկեգույնի համադրությամբ, շատ նուրբ է, այն որ առաջին հայացքից սիրեցի իրեն ու հաստատ սիրուն լուքեր կարելի է ստանալ, այսինքն լուքերի հետ կարելի է այն կրել, շատ նուրբ է, մի խոսքով, սա այսպես, Թեմուի իրականում ուղերից, բիժուտերիաներից առանձնապես մեծ սպասելիքներ այնպես է, որ ես չունեմ, բայց հավատացեք լինում են բաներ, որոնք որ ոչ թե 1-2, այլ բավական անգամ, այսինքն մի քանի անգամ կարողանում ես կրել, այսինքն գույնը չի թափում։ Դրա համար բյուջետային տարբերակով շատ լավ է ձեռք բերել նմանատիպ ականջողեր։ Այ սա շատ եմ հավանել, պայծյան, գիտեք ինչ մատերիալ է, ավելի սոտլիկ զամշա նման, ինչ-որ որակ է, շատ սիրուն է, մի խոսքով սա հավանել եմ, ես պատվիրել եմ նաև ամանորյա թեմատիկայով պայծյան, որը որ կտեսնեք մեկ այլ unboxing-ի ժամանակ, ամանորյա ապրանքների հետ, դա առանձին, բայց սա շատ հավանեցի, թե երանգը, թե որակը մի խոսքով։ Ոյ, այսպիսի հարմարանք եմ գնել ծորակի համար, խոհանոցի ծորակի համար, մի խոսքով, սա թողնենք, տիկոն կգա կհասկանա ինչ է անելու, ոնց է անելու, այսպիսի կախիչներ խոհանոցի համար, իհարկե այստեղ շատ է, ես ամբողջը չեմ կախելու խոհանոցում, բայց հաստատ ինչ-որ միտեղ կկիրառեմ, սև գույն եմ ընտրել, սա այսպես, ոյ, սա գիտեք ինչ է, սա եկել է ամրակը, որը որ պատին են ամրացնում, բայց ես իրականում մտածել եմ, թե պատվիրում եմ հենց այդ պոլկան, երկաթի կոնստրուկցիայով պատրաստված պոլկա էր, նկարում այդպես էր ու ես հասկացել եմ, որ ես պատվիրում եմ այդ պոլկան, բայց իրականում եկել է այն ինչի վրա, որ ամրանում է այդ պոլկան, մի խոսքով հասկացաք, անիմաստ գնում, ոյ, գիտեք ինչից եմ ջղայնացել, ամենաշատը բարկացել եմ մի այլ կարգի, պատվիրել եմ նմանատիպ դարակ, պոլկա, պոլկա հայերեն ոնց է, գրեք տեսնեմ, միտս չի գալիս այս պահին, բայց գիտեմ, որ ունի հայերեն տարբերակը, դարակաշար, բայց մի ձևի չի սազում ես, պլաստիկի ամաններին ասեմ դարակաշար, մի խոսքով, ուրեմն ես սա պատվիրել եմ 3 հատ, այսինքն 3 շարքով պետք է լիներ ու 3-ի գին եմ վճարել, բայց ուղարկել են մեկը, սա տեսնելուց հետո ես մտա, որ գրեմ իրենց պրադավեցին, իրենց վաճառողին,
Բայց պարզվեց, որ վաճառողը փակել է իր խանութը Թեմոյում ու այլևս չկա այդ վաճառողը։ Դատողությունները թողնում եմ ձեզ։ Մի խոսքով շատ ջղայնացած եմ սրա համար։ Եկեք սա ցույց տամ։ Ամելիս համար պատվիրել եմ դվոյկա։ Շատ սիրուն է, մենք արդեն փորձել ենք, շատ սիրուն, այսպես բլուզը, իր շալվարիկի հետ, հոլիդեյ, չեք պատկերացնի, ոնց որ գծած վրան կարած լինեին, ու գույներն էլ շատ սիրուն ու նուրբ, իմ սիրած երանգների մեջ, ինչ ասեմ, շատ սիրուն է։ Սա այսպես, Ամելիս համար պատվիրել եմ ձմեռային սապոգներ, այսպիսի, որը որ մեկ համար մեծ է, չափի հետ կապված խնդիր է առաջացել, որովհետև միշտ հստակ չափում եմ, հա, այդ սահմաններին հետևում եմ, վաճառողը ինչ առաջարկում է, ինչ ստանդարտներ, բայց այս անգամ մի քիչ մեծ է, բայց հույս ունեմ, որ զուգագուլպայով, նասկիով, դե ձմեռը բնականաբար այդպես է հագնում, հիմնականը զուգագուլպա վրայից էլ նասկի, հուսամ այդպես կլինի, եթե չէ, հոգ չէ, մյուս տարի հաստատ կլինի, հնարավոր է ևս մեկը գնենք, այնպես է հիմա ունի, բայց այսպես բաց երանգների մեջ էի ուզում, մի խոսքով, հաջորդը, եկեք սա ցույց տամ, աբադոկներ, իմ սիրած երանգների մեջ, այսպիսի, շատ սիրուն են, շատ նուրբ, կարելի է հենց այս երանգը վերնաշապիկիս հետ սազում է կրել, համ էլ գրեք կտեսնեմ սազում է ինձ թե ոչ, շատ սիրուն է, շատ լավն է ու գիտեք, ինչը դուրս եկավ, ընդհանրապես այս կողքերը չի սեղմում, սովորաբար ես աբադոկներ եմ դնում, սիրում եմ աբադոկներ, բայց երբ դնում եմ այսպես ուղեղս ոնց որ դուրս գա, բայց այս աբադոկները ոնց որ գլխից բան չլինի ու միևնույն ժամանակ պահում եմ մազերը, շատ լավն է, հավանեցի, անտիր, շատ լավն է, սա, եթե նախորդ վիդեոյում հիշում եք, ասեցի, հա, ձմեռային այդ բաճկոնը կարճ, որ ցույց տվեցի, ասեցի, որ պատվիրել եմ այդ երանգի մեջ պայուսակ և սապոգ երկարաճիտ, ու հիմա մնացել են այդ երկուսը, որ ձեզ պետք է ցույց տամ, բայց պայուսակի երանգը ընդհանրապես չի համապատասխանում վերարկուիս հետ, ընդհանրապես, այսինքն իրանք տարբեր պատմություններ են, սա լրիվ ու այլ երանգը, նա լրիվ այլ երանգը, այն վերարկուս ավելի սպիտակին տվող, հա, ոնց որ կեղտոտ սպիտակ լինի, իսկ սա հենց բեժ է, լավ հագեցած բեժ, այն որ դրա համար մի քիչ նեղվեցի, սա իրա թելն է, կաշին, որակը այնպես չի, որ լավն է, եթե անկեղծ, բայց կկրեմ, այնպես չի, որ չեմ կրի, բայց ուզում էի այդ վերարկուիս գույնի լիներ, բայց չեղավ, հետաքրքիր ձևով է կողքերը ամրանում, այսպես, կիսեք, այս վերնաշապիկիս հետ էլ սազում եմ, կարծում եմ, մի խոսքով, էլ այսպես, և սապոգները, տեսնեմ, արդեն հասկացել եք, ինձ ճանաչում եք,
քիչ թե շատ, որ սիրում եմ կովբոյսկի ոճը, ու նախորդ սապոգները նույնպես, հա, կազաչոկները նույնպես կովբոյսկի ոճի մեջ էին, մոխշականակագույն էին, իսկ սա բաց բեժովի է, տեսեք, չի համապատասխանում, ես ուզում էի մտածել եմ, որ այս երանգները իրար հետ կհամապատասխանի, ու նաև վերարկուի երանգը, բայց վերարկուի երանգը արդեն իսկ հասկացաք, հա, լրիվ այլ երանգի է, սա այլ երանգի է, այսպես, իմիջայլոց, սա պատվիրել եմ ես հստակ գիտեմ, 39 չափը, հաշվի առնելով նախորդ կազաչոկը նույնպես պատվիրել էի 39 չափը, եկել էր 40-ը ու մի փոքր ինձ ազատ էր, հաստ իհարկե գուլպայով նասկիներով նորմալ էր, այսինքն էլի ազատ էր, բայց սա պատվիրել եմ 9 ռազմերը, նորից 9, այն տրամաբանությամբ, որ էլի գալու էր երևի 40-ը, բայց եկել է գուշակեք որ համարը, 8-ը, անկեղծ չեմ հասկանում, թեմուն ինչ սկզբունքով էիր կոշիկները պատրաստում, բայց էլի նույն, այսինքն ստանդարտը, ռազմերը նայելով, հաշվի առնելով եմ պատվիրել, բայց սա եկել է 8 համարը ու ոտքից լինում է։ Իհարկե այստեղ կա մի պուճուրիկ վնասված հատված, հիմա ձեզ էլ ցույց տամ, այստեղ, բայց կարծում եմ այդքան տեսանելի ու էական չէ։ Մի խոսքով համ էլ գնահատեք տեսնեմ, հավանում եք թե ոչ, կարծում եմ շորիկների հետ, կիսաշրջազգեստների հետ, շատ սիրուն կնայվի ու շատ սիրուն է, ես հավանում եմ, ուղղակի նեղվեցի, որ գույները պայուսակի համապատասխան չի, դե ինչ, այսքանն էր այսօրվա անբոքսինգը, հուսամ հավանեցիք, մեկնաբանություններում գրեք տեսնեմ ինչը ամենաշատը հավանեցիք, եթե կցանկանաք արտիկուլները, գրեք, սիրով կթողնեմ, մի խոսքով սպասեք հաջորդ վիդեոներին, հաջորդիվ կլինի ամանորյա անբոքսինգ, քանի որ պատվիրել եմ ամանորի հետ կապված տարբեր ապրանքներ, իրեր, խաղալիքներ, որը որ անպայման ձեզ հետ կիսվելու է, այնպես որ մնացեք ինձ հետ, չենք մոռանում սրտիկել, թողնել մեկնաբանություն ու սպասել հաջորդ վիդեոներին, առայժմ